Ես ասում եմ, այս պահին խաղաղ օրերը, որ մենք ձեռք ենք բերել, դա մեծ ձեռքբերում է, մեծ հնարավորություն է, որ մենք կարողանանք մեր դիմադրողականությունը ամրացնենք։ Ուրիշ բան, որ դիմադրողականությունը ամրացնելով մենք զբաղվում ենք սովետական Սավկովի մտածելակերպ ունեցող մարդկանցով։ Դա թե քաղաքական, թե ռազմաքաղաքական, թե ռազմական այս պահին իշխող ուժերի մասին է խոսքը եւ գերատեսչությունում իրանք սաղ սավոկ են։ Ինչի հետ է։ Պետությունը ամեն ինչ կանի։ Դա սովետական Սավկովի պրիմիտիվ մտածելակերպը։ Պետությունը ամեն ինչ չի անում, նույնիսկ աշխարհաբեկ Ամերիկայում։ Ի վիճակի չի ամեն ինչ անի պետությունը։ Նկատել եք, քանի հատ հասարակական կազմակերպություն կա Ամերիկայում։ Իսկ նկատել եք, այդ ՀԿ-ներին ով է ֆինանսավորում։ Դա կապ չունի։ Ոնց կապ չունի։ Էլի եմ ասում, կապ չունի այդ ՀԿ-ները։ Այդ ՀԿ-ն, որ ֆինանս չունեցավ, ինչ պետք է անի։ Ասենք ոմայի նման յոլլա գնա, բայց իր գործը շարունակի անել, իր գյորա ֆինանսների հնարավորությունները մեկ-մեկ հաղթահարելով։ Բացասական։ Մենք պետք է ուղիղ խոսենք, թե չէ։ Թուրքը ասում է, սա արևմտյան Ադրբեջանն է, թուրքը ասում է, սա Սևանը Գյոլչա է, թող հայերը չվախենան ադրբեջանցիների վերադարձից, սրանք բանակ են կրճատում ու ռազմական գործիչները լուռ են ու ասում են, կարող է լավ է, լուրջ եք ասում։ Ես ասում եմ լավ է։ Հարց եք տալիս ռետորական, կարող է լավ է։ Չէ, ես ասում եմ, եկեք մենք ինքներս խփենք, ցես ջայլամի պես գլուխները մտցնենք հողի մեջ, ասենք դե լավ է։ Արտակ ջան, ես ասում եմ լավ է, որ այս խաղաղ օրերը։ Չէ, դուք մի բան, ասինքն ես այդտեղ դերից չեմ կարող, աննորմալ պետք է լինես չհամաձայնես, որ այո, խաղաղությունն է պետք, թեկուզ մի քիչ ի վնաս քեզ, որպեսզի դիմադրություն ապահովես, որպեսզի ոտքի կանգնես, բայց մենք ոտքի ենք կանգնում։ Հակառակը մի ոտ ունենք, դա ենք կոտրում։ Չէ, կարծում եմ, որ մենք փորձում ենք ոտի կանգնենք, սովետական, էլի եմ ասում։ Ինչքան էլ է ուրիշ հարց է։ Այդ մարտավարությունը, ռազմավարությունը ավելի։ Ոնց է ուրիշ հարց։ Գլխավոր հարցը դա է։ Գլխավոր հարցը դա է, Արտակ ջան։ Գլխավոր հարցը դրա մեջ է, որ չի կարելի այս վտանգներով շրջապատված այտենց քառակուսի պրիմիտիվ լինել։ Պետությունը ամեն ինչ կանի, չկա այտենց բան աշխարհում, դա մենակ դեբիլները կարան այտենց մտածեն։ Այդ անտեր պետությունը չի պատերազմը կառավարում։ Պետությունը կառավարել, հա, բայց հասարակական ռեսուրսները անգամ Անգլիայի կայսրությունը աշխարհի տերը լինելով կարող է լսել եք Չերչիլի, ասենք, աշխարհազորայիններ։ Լսել եք դրա մասին։ Անգլիան 38,000 հոգի, 38,000 մենակ Բերեգավոյ ախրանա, то есть ափամերձ տարածքներում բանը աշխարհազորայինները կոչ արել հասարակությունն էլ պրոպագանդա